ունենում են հիմնականում հետևյալ գանգատները։ Դա դմրացությունն է, դա սուր ցավն է, որը կարող լինի եւ ճառագայթող, եւ լոկալ ինչ-որ մի հատվածում կարող լինի։ Դա մռմռոցն է, հաճախ պացիենտները նշում են, որ զգում են, որ իրանց վրա մրջյուններն են քայլում կամ մազա մաշկի վրա։ Ուլտրաձայնային հետազոտության ենթարկվում է ամբողջ նյարդային համակարգը կամ թե կան նյարդեր, որոնք չեն հետազոտվում այս եղանակով։ Հետազոտվում են վերին եւ ստորին վերջույթի բոլոր պերիֆերիկ նյարդերը։ Ինչ է նշանակում պերիֆերիկ, այսինքն ողն ուղեղից դուրս եկող առաջային բոլոր նյարդերը, դա եւ բասկային ցողունն է եւ հյուսակը, դա արմնկային նյարդն է, դա միջային նյարդն է, մեզ հայտնի կարպալ տունելների ժամանակ ենք նայում միջային նյարդը, երբ պացիենտները ունենում է շատ լուրջ գանգատներ, ինքը չի կարողանում բռնել մանր իրեր, զգում է ցավ դաստակի շրջանում, մռմռոց, ծակոց։ Եթե ստորին վերջույթի մասին խոսենք, դա նստանյարդն է, վոլոքային եւ նրբվոլոքային նյարդերն են։